Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխաս Ղազարյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ղազարյան։ Տիկին Ղազարյան, երեք Ռոբերտ Քոչարյանը փորձել է Զվարթնոց օդանավակայանից լքել երկրի տարածքը եւ նրան թույլ չեն տվել։ Ինչու՞, որովհետեւ Լևոն Քոչարյանը հայտարարում է, որ նա անձնական նպատակներով փորձել է այցելել Մոսկվա եւ ապօրինի գործողությունների արդյունքում նրան թույլ չեն տվել։ Նաեւ նույնը հայտարարում են երկրորդ նախագահի գրասենյակից, որ նրան ապօրինի եւ առանց որևէ պատճառաբանության թույլ չեն տվել երկրի տարածքից դուրս գալ։ Հիմա հասկանանք սա ինչ մոտեցում է։ Վերջին շրջանում նման խնդրի է բախվել թե ԲՀԿ առաջնորդը, թե Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը, սա ինչ մոտեցում է։ Չէ, եկեք մի ուրիշ ուղղությամբ մեր ուշադրությունը հրավիրենք եւ փաստենք այն հանգամանքը, որ ընտրություններից անմիջապես հետո թե Նարեկ Կարապետյանը եւ թե Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը երեքն էլ փորձել են երկրից դուրս գալ, որը դե բնականաբար իրավապահների կողմից խոչընդոտվել է, ինչպես որ մենք ժողովրդին խոսք ենք տվել, որ որևէ մեկը այս ընթացքում չի փորձի երկիրը լքել, որովհետեւ դեռ երազելու են երկիրը լքելու մասին եւ չեն էլ կարողանալու։ Դա մենք խոսք ենք տվել ժողովրդին եւ մենք մեր խոսքը, այսպես ասած, պահում ենք։ Դուք գիտեք, որ այնպես չէ, որ իրենք ուղղակի առանց պատճառ փորձում են լքել երկիրը։ Իրենք ճիշտն ասած, կոնկրետ սահմանումը ճիշտ կասեմ, իրենք պարզապես ուզում են թռնել երկրից այս պահին, որովհետև սա ամենահարմար պահն էր անմիջապես ընտրություններից հետո գնալ նման քայլի, թեպետ իրենք ամեն կերպ փորձում են հերքել, նախապես ասել ենք, մենք խիստ անձնական, բոլորի խիստ անձնական խնդիրները ծագեցին հենց ընտրություններից անմիջապես հետո, նույնիսկ 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ, երբ որ բոլորին ուղարկել էին, որևէ մեկ այդ եռագլուխ կուսակցության գլուխներից մեկը այնտեղ ներկա չէր, այլ պարզապես իրենց այդ երկրից գնալն էին պլանավորում, այդ թվում Ռոբերտ Քոչարյանն էլ տեսակ իրավապահները թույլ չտվեցին։ Սա այլ հանգամանքի մասին է խոսում, որ շատ լավ գիտեն ինչի համար եւ ինչու փորձում են թռնել երկրից։ Դե իրենք էլ ասում են իրավապահ խոչընդոտվեց։ Իրենք էլ ասում են, որ իրավապահներին քաղաքական ուժի ներկայացուցիչները այս դեպքում անձամբ վարչապետն է նման ցուցում տվել։ Այսինքն իրավապահները գործում են վարչապետի ցուցումով, այն հայտնի հայտարարությունը, որ նրանք երազելու են երկրից դուրս գալ, հիմա էության խոչընդոտում են իրենց աշխատանքային այցով եւ կամ անձնական հարցերով դուրս գալ, օրինակ Ծառուկյանը։ Դե գիտեք, ամենահետաքրքիրը ինչն է, որ շատ լավ գիտեն ինչի համար է իրենց հետևից իրավապահները գալիս եւ ինչի համար են իրենց խոչընդոտում երկրից դուրս գալ։ Սա այն նույն պատմությունն է, որ մի ժամանակ մենք այստեղ էլի այս տաղավարում խոսել ենք, որ ամեն կերպ իրենց ցուցակում ներառում են այնպիսի մարդիկ, որոնք հետագայում դառնան քաղհալածյալ կամ քաղբանտարկյալ, իրենք ձևակերպեն այսպիսի անվան տակ, որովհետեւ գիտեն, որ այդ մարդիկ որևէ գործով հանցագործություն, գիտեք, որ Քոչարյանը մեղադրվում է մարտի 1-ի գործով, այս պահի դրությամբ գոնե այդ մի հարցում վստահաբար Ծառուկյան Գագիկի դեպքում հարկերի վճարումից խուսափելու գործով եւ այսպես շարունակ ու հիմա դա փաթեթավորել եւ ներկայացնել այլ թե ապօրինի եւ այլն դա հետագայում իրավապահները իհարկե կպարզաբանեն եւ մենք այդ պարզաբանումները կլսենք, որովհետեւ մենք միշտ ենք ասել, որ իրավապահ համակարգը անկախ է գործում եւ եթե որոշում է կայացրել, որ իրենք պետք է երկրից դուրս չգան, ուրեմն դուրս չպետք է գան։ Ուղղակի այստեղ շատ մի հետաքրքիր հանգամանք։ Այս են նույն մարդիկ են, նույն Ռոբերտ Քոչարյանը, որ ամենաուժեղ տղեն էր ձևանում, ուժեղ փոփոխություն բերողները, Գագիկ Ծառուկյանը, այսպես ասած են, որ առյուծներ էին ճղում, բայց այսօր փաստացի մկանցակը Թումանով են գտնում, փորձելով ամեն կերպ ճողոպրել արդարադատության առջև կանգնելուց, բայց բնականաբար դա իրենց չի հաջողվելու։ Բայց օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնելը ինչ եք կարծում, որևէ քաղաքական ենթատեքստ ուներ, որովհետև մարդը ախր հայտարարել է նախորդ, որ անձնական նպատակով է գնում եւ հետաքրքիր է ինչու Մոսկվա, ինչու օրինակ հունական կղզիներ այս անգամ չգնաց, Մոսկվա գնաց։ Սա որևէ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ, որովհետև ընտրություններից ընդամենը մի քանի օր են անցել։ Երբ որ Քոչարյանի տղային հարց են տալիս, թե որտեղ է պատրաստվում մեկներ, երկար մտածելուց հետո պատասխանում է Ռուսաստան, որտեղ մտածում է ասի թե չասի, թե ուր է հայրը մեկնում, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ անկախ քաղաքական հետագիծ փնտրելուց ես վստահաբար կարող եմ ասել, թեպետ եթե Ծառուկյանը այլ երկեր մեկնելու, վստահաբար դա տրանզիտ երկիր է լինելու, ինքը պատտվելու էր գնարելի Բելարուսիա կամ Ռուսաստանի Դաշնություն, չգիտեմ։ Ամեն դեպքում այդպես եմ ենթադրում,
Այնուամենայնիվ փաստ ենք մի բան, որ փորձում էին ճողոպրել այս ընթացքում ամենահարմար պահը փնտրելով ընտրություններից անմիջապես հետո այն թոհուբոհին, երբ որ վիճարկվում էր ընտրության արդյունքները, դեռ նախնական արդյունքներն են հրապարակվել եւ այլն, չգիտես ինչի, այս մարդիկ, ովքեր պայքարում են իրենց մանդատի ու ձայների համար, հանկարծ որոշեցին երկրից գնալ։ Բայց չէ որ դա արդարադատության առջև կանգնելու, խնդրից փախնելու հիմնական լուծումն էին գտել։ Դեպ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը իր հայտարարության մեջ նշում էր, որ ձեր արևմտյան տերերի պատվերն եք կատարում, դուք անձնապես ձեր մասին չէ, ձեր քաղաքական ուժի մասին էր խոսում, Նիկոլ Փաշինյանի մասին էր խոսում եւ ասում էր, որ ժողովրդավարության բաստիոն եք խաղում, բայց ձեր արևմտյան տերերի պահանջներով նման ապօրինի բաներ եք կատարում երկրում։ Ես հայտարարությունը տեսա, դե բնականաբար այդ մարդիկ չեն կարողանում պատկերացնել, որ Հայաստանի Հանրապետությունը ամեն դեպքում անկախ պետություն է եւ առաջնորդվում է իր պետական շահով եւ իրենց արշինով են չափում։ Իրենք սահ կյանքում տերեր են ունեցել ու տերեր են փնտրել, միջև վերջերս էլ երաշխավոր ու տերեր էին փնտրում։ Մենք գիտենք, որ իրենք էլ անկախ չեն, իրենք որպես անհատել անկախ չեն գործում եւ իրենց մտքով ու խղճով չեն գործում, այլ իրենք ծառայում են մի երրորդ երկրի համար։ Այդ իսկ պատճառով նրանց համար խորթ է Հայաստանի Հանրապետության պետական շահին ծառայելը եւ անկախ պետություն լինելը եւ անկախ անհատականություն լինելը եւ ծառայելը քո երկրին։ Այդ իսկ պատճառով նորմալ է, որ իրենց արշինով են չափում նաեւ մեզ եւ իրենց հայտարարությունները շատ վատ բան ձևակերպման բեր, գոնե մի քիչ այս ընթացքում ամոթ ունենան եւ իրենց կոռեկտ պահեն։ Եվ վերջնական արդյունքները արդեն ամփոփեց, ըստ էության խորհրդարանն են անցնում 3 ուժ, քաղաքացիական պայմանագիրը, ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, եւ այստեղ ասում են, որ ԲՀԿ-ից օրինակ դժգոհում են, որ դուք ապօրինաբար գողացել եք ԲՀԿ-ի մի քանի ձայներ, որպեսզի նրանք չկարողանան այդ անցողիկ շեմը հաղթահարել։ Գիտեք, 3 ընտրատեղամասում չեղարկվեցին արդյունքները եւ վերակվյարկություն չնշանակվեց։ Հիմա նրանք ասում են, որ սա ապօրինություն է ԲՀԿ-ի դեմ եւ քննարկում են տարբեր սցենարներ, թե ինչ են պատրաստվում անել։ Սցենարներից մեկը փողոց դուրս գալն է, բայց ասում են, օրինակ շատերը ընդդիմադիրներից ասում են, որ այդ դեպքում իրենք վախենում են, որ արունահեղություն կլինի, մարդիկ կտուժեն եւ միայն դրա համար նրանց մասին մտածելով դուրս չեն գալիս փողոց։ Հիմա հասկանանք ինչու ԲՀԿ-ի դեմ նման մեծ, ինչպես իրենք են ասում, ապօրինություններ տեղի ունեցան եւ ինչ սցենարով կգործի ես ձեզ ընդդիմությունը, նկատի ունեմ նաեւ այն երկու ուժերը հայտնի, որ անցել են խորհրդարան, գիտեք, նրանք էլ են դժգոհ, ասում են համատարած խախտումներով են անցել ընտրությունները եւ իրենք սահմանադրական դատարան են դիմելու, փողոց են դուրս գալու, այսինքն որ տարբերակն են կիրառելու, ինչ եք կարծում եւ մտավախություն չկա, որ օրինակ կարող են հաջողել։ Եկեք այստեղից սկսենք, որ ապօրինությունից խոսում են այնպիսի ուժեր, որոնք այս ընտրությունները պարզապես շեմը հաղթահարել են ընտրակաշառքի հիմքով եւ դա ապացուցված հանգամանք է այլևս, որովհետեւ արդեն հակակոռուպցիոն կոմիտեում գոյություն ունի 122 գործ այդ առումով եւ եթե չեմ սխալվում 90%-ն արդեն դատարան ներկայացված է եւ հայցերը բավարարված են։ Եվ նույնիսկ այսօր տեսա, որ միջնորդությամբ հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է արդարադատության նախարարությանը, որպեսզի նախագծեր մշակեն, քանի որ շատ կազմակերպված է եղել այդ ընտրակաշառք բաժանելը, թե մարդկանց համակարգելը եւ այլ, այսինքն մի կետից կազմակերպված, այսպես աշխատել են երկար մեծ ռեժիմով եւ կարողացել են ներգրավել եւ ընտրակաշառքի հիմքով են ընտրվել։ Եվ այդ մարդիկ այսօր խոսեն ապօրինաբար կամ ընտրակեղծարարությունից, գոնե ելի եմ ասում, ամոթի զգացողություն մի քիչ շեմ կունենան։ Ես կարող եմ ասել, որ այսօր ցավոք սրտի ընդդիմության աթոռները զբաղեցնում են մարդիկ, ովքեր ոչ մի քաղաքական արժեք չունեն, բացի գումար ունենալուց, որոշ բաժանել եւ այդ հիմքով ընտրվել են։ Իհարկե ցավում եմ նաեւ, որ նաեւ ընտրակաշառքի հիմքով մարդիկ գնացել եւ ընտրություն են կատարել, բայց ինչ որ տեղել, չգիտեմ, ուրախացրեց թե ինչ, որ նաև իրենք իրանց խաբված են զգում, որովհետև երևի իրանց հաշվարկների մեջ սխալվել են, ընտրակաշառքը բաժանել են եւ մարդիկ ամեն դեպքում նույնիսկ այդ գնով իրենց տոկոսը չեն ապահովել, այն ինչ որ իրանք ակնկալել են, որ պետք է ստանան, անզգույշ խոսելու վարպետ են, գիտեք, եւ երբեմն իրենք իրենց դեմ մատնություն են տալիս, սա էլ ասեմ, այդ իսկ պատճառով բողոքել մի բանից, երբ որ իրենք են առաջինը հիմքը դրել ընտրակեղծարարության ու փորձել ամբողջ այս քանի դեռ այդ կոռուպցիոն ռեժիմը այդքան արմատախիլ էին կարել, այդքան աշխատել էին, որ ընտրակաշառքների վերջը տրվեր, բայց ամեն դեպքում բերեցին, ներմուծեցին ու այսօր այսքան գործերով ասում են, իհարկե
իհարկե ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր իրավապահներին, հակակոռուպցիոն կոմիտեի նման մեծ ծավալի աշխատանք իրականացնելու համար, որովհետև ըստ էության ընտրակաշարքի այդ շղթան բացահայտելը առհասարակ շատ բարդ գործընթաց է, լատենտային գործընթաց է եւ դժվար է բացահայտվում ինքը գործը իրականում դժվար է, բայց եթե այսքան գործեր ունենք, դու պատկերացրեք մասշտաբներն ու կազմակերպվածությունը ինչպես է եղել։ Այս առումով կարծում եմ չպետք է բողոքեն, ընդհակառակը պետք է հետ քաշվեն ու այն որ ասում հանգիստ նստեն իրենց տեղերը։ Նախ այդ եւ երկրորդը երբևէ չեմ պատկերացնում, որ մարդիկ, ովքեր կաշառքով թեկուզ ընտրել են, վաղը կգան եւ հրապարակ կլսնեն կամ իրենց կողքը կկանգնեն։ Երեք տեսան քանի հոգի են, իրանք իրանցով կանգնած էին։ Ոչ մեկ փողոց դուրս չի գա իրենց կոչով, որովհետև իրենք լեգիտիմ չեն, իրենց արժեքների ու քաղաքական գաղափարի համար չեն ընտրել, իրենց, չգիտեմ, լավ գործունեության համար չեն ընտրել, իրենց ընտրել են, 90%-ը կարող եմ ասել ընտրել են կամ ամենա, այսպես բանով լավագույն տարբերակով 30%-ը թեկուզ եթե իրենց շրջապատի մարդիկ են եղել 70%-ը ընտրակաշարքի են հետո կանգնել հետո ումով են փողոց լցնելու կամ ինչ որ գործունեություն ծավալելու ապարդյուն է այդ գործընթացը ծավալելը կամ ծրագրեր ներկայացրել թող փորձեն բայց մենք 21 թվից հետո քանի անգամ ենք տեսել նման դեպքեր երբ որ անընդհատ ամեն տաք սեզոնի որոշում էր ընդդիմությունը ինչ որ ակցիաներ քանի հոգի մարդեր իրանց կողքը կանգնում այնպես որ այդ այսինքն կարծեք եք բռնաճնշումները չեն պատճառը որ իրենք դուրս չեն գալիս փողոց ինչպես հայտարարում են։ Իհարկե ոչ, իրենք մարդ չունեն իրենց կողքը կանգնող։ Բնականաբար ոչ մեկն էլ չի գալու իրենց կողքը կանգնի կամ ինչ որ գործունեություն ծավալի։ Այդ մարդը ինչքան որ արել է այդքան գումարի դիմաց, եթե նույնիսկ ընտրել է, վсё, ընտրել է ու վերջ։ Այդ էր իր պարտավորությունը, ավարտվեց այդտեղ։ Տիկին Ղազարյան, իսկ այնուամենայնիվ, այսպես ձևակերպեմ, տխուր չէ, որ ինչպես դուք եք նշում, խորհրդարանում անդիմադիր սեգմենտը ձևավորվել է մեծամասամբ ընտրակաշառքի հիման վրա, այսինքն այդ խորհրդարանը որքանով է պրոդուկտիվ լինելու, այսպես ասեմ, իր աշխատանքում առաջիկա 5 տարիներին։ Բնականաբար դա շատ տխրեցնող հանգամանք է, ես էլ եմ ասում, ինձ տխրեցրել է, որ ընտրակաշառքը ամեն դեպքում դեր է ունեցել, որովհետև ես միշտ մտածել եմ, որ այսքան դժվարությունների մեջով անցել ենք ամեն դեպքում որևէ մեկը այդ հիմքով բան չունի, ընտրության չի գնա, բայց մենք գուցե այստեղ էլի մենք լիքը աշխատելու տեղեր ունենք, կրթության առումով աշխատելու տեղ ունենք եւ դա էլ պետքա փոխենք եւ մտածողություն պետքա փոխենք ինչ որտեղ էլ իհարկե շատ բան է փոխվել, բայց էլի բաներ կան, որոնց վրա պետքա աշխատել, որովհետեւ մարդը լիապես լիարժեք իրեն զգա այն անհատը, որը ճակատագիր է փոխում, այն անհատը, որը պատասխանատվություն է կրում իր երկրի համար, իր երկրի պետական շահի համար, խաղաղության համար, անկախության համար, ինչի համար մենք պայքարել ենք ու փառք Աստծո, այս անգամ էլ մեր հայրենակիցները մեր կողքը կանգնեցին եւ տեր կանգնեցին խաղաղությանը, մենք էլ տեր ենք կանգնելու մեր քաղաքացիների ձայնին եւ ես կարծում եմ, որ մենք 5 տարի հետո արմատախիլ ենք անելու բոլոր այս նման վատ երևույթները։ Ինչ վերաբերվում է բնականաբար իշխանության համար նորմալ ընդդիմություն ունենալը շատ լավ բան է, բայց արդյունքում ունենք այն ինչ ունենք, ցավոք սրտի այս ուժերը նորից վերարտադրվեցին։ Ուժեղ Հայաստանը ինքը նույն ռեբրենդինգ արած պատիվ ունեմ նա, կարծես տեղերով են փոխվել մարդկանց քանակներով ու ել եմ ասում ընտրակաշառքի հիմքով։ Երեքի համար էլ այսօր 3 ուժերի կողմից է հայտնաբերվել ընտրակաշառքի դեպքեր ու թող որևէ մեկը արդարացում չփնտրի ու թող որևէ մեկը չփորձի խոսել ընտրությունների ոչ ճիշտ արդյունքների մասին, որովհետև ամեն տեղ թող չխոսեն, որտեղ ամեն տեղ ներկայացված են եղել իրենց հանձնաժողովի անդամները, ստորագրել են բոլոր արձանագրությունները, նախնական արդյունքները հրապարակվել է, դրանից հետո 600-ից ավել ընտրատեղամասում արել են վերահաշվարկ, նրանից հետո արձանագրությունները նորից հատիկ ներբեռնվել են, այնպես որ եթե այնտեղ մարդկային գործոնել կար որոշ տողերի խառնելու մի ձայն ավել պակասով, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ավելի շատ ձայներ էին նախնականից պակասել, քան հետո ավելացան եւ այլն, այնպես որ իզուր նման խոսույթը, որովհետև բոլորս էլ գիտենք, որ դա պարզապես հերյուրանք է, ոչ մի խնդիր այդտեղ չկա, իրենք էլ դա շատ լավ գիտեն, այնպես որ այդ մնացած գործունեությունը այնքան որ իրենց արդարացման այդ գործընթացներն են, որ պետք է անեն, նորմալ է թող անեն, տեսնենք ինչ կստացվի։ Տիկին Ղազարյան, այն պահը մինչ որ մենք զրուցում ենք, առնվազն Ռուսաստանի Դաշնությունից հայտարարություն չի եղել, շնորհավորանք չի եղել, սպասել Ռուսաստանի Դաշնությունից որևէ հայտարարության շնորհավորանքի, թե պետք չէ անգամ ակնկալել։
Չեմ կարծում, որ որևէ խնդիր կա, որ շնորհավորանքը ի վերջո չլինի, որովհետև նախապես երբ որ խոսում էին, տեսեք ուշանում է շնորհավորանքը Ռուսաստանի, այդ գրասենյակներից իրենց ներկայացնում են, որ սպասում են վերջնական արդյունքներին, հուսով եմ վերջնական արդյունքները արդեն հրապարակված է, արդեն դա էլ կլինի, որովհետև որևէ այդպիսի խնդիր պետք է որ պետությունը պետության հետ չունենա, եթե արդար ժողովրդավարական լեգիտիմ ընտրություններ են անցել եւ բոլորը աշխարհում գրեթե թե քանի երկիր է շնորհավորել արդեն գիտեք, հրապարակվել է նույնիսկ աշխատակազմի ղեկավարի կողմից, թե մինչև այդ օրը քանի մարդ է շնորհավորել, քանի երկիր է շնորհավորել, ես կարծում եմ դա էլ չի ուշանա։ Իսկ այն տնտեսական խնդիրները, որ ծագեցին նախընտրական շրջանում Ռուսաստանի Դաշնության հետ, գիտեք, մի շարք ապրանքատեսակների մուտքը ռուսական շուկա կամ ԵԱՏՄ շուկա ավելի ճիշտ արգելվեց, հիմա ինչպես են այդ տնտեսական խնդիրները հանգուցալուծվելու, թեև մենք տեսնում ենք, որ Եվրամիության շուկան է Հայաստանի Հանրապետության արտադրողների համար բացվում, բայց ռուսական շուկան էլ, ԵԱՏՄ շուկան էլ փոքր շուկա չէ Հայաստանի համար։ Դե գիտեք, այստեղ չեմ սխալվի, եթե ասեմ, որ ամեն տարի էլ նման խնդիրներ տարբեր ապրանքների շուրջ ծագել են ֆիտոսանիտարական եւ այլն, որոնք որ ընթացքում լուծվել են։ Բայց դրական առումով էլ նաև էֆեկտ ունեցավ, երբ որ փակվեց այդ շուկան, մի ուրիշ օրինակ ծաղիկների համար Նիդերլանդների շուկան բացվեց եւ այսպես շարունակ։ Այսինքն միշտ ալտերնատիվ ճանապարհ մտածում ենք եւ փորձում ենք դա դիվերսիֆիկացնենք, այնպես որպեսզի մեր Հայաստանի Հանրապետության արտադրողը քաղաքացին չտուժի դրանից եւ գիտեք, որ նաև սուբսիդավորում եղավ քաղաքացիներին, այնպես որ այդ խնդիրն էլ լուծելի եղավ։ Ես կարծում եմ հետագայում էլ նման տնտեսական խնդիրները ավելի շուտ արդեն գիտեք, մինչև այս ընտրությունները մեր հիմնական ուղղությունը եղել է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, խաղաղությունը, կարծես ամբողջ շեշտադրումը հետպատերազմյան շրջանում դրա վրա էր եւ կարծում եմ այս նոր իրողությունում մենք արդեն ապրում ենք խաղաղության պայմաններում եւ մեր ամբողջ ուշադրությունը հենց հիմնված է լինելու տնտեսության զարգացման վրա եւ այս առումով մենք բնականաբար քանի դեռ հնարավորություն ունենք ԵԱՏՄ-ից ենք օգտվելու եւ հնարավորության դեպքում նաեւ այլ շուկաներ ենք փնտրելու, որպեսզի մեր տնտեսվարողը, մեր արտադրողը երբևէ որևէ խնդիր, որևէ առումով չունենա, փառք Աստծո, տեսակ խնդիրները մի պահ սրվեց եւ նաեւ քաղաքական երանգներով պայմանավորված էր սրվում բնականաբար, բայց այնուամենայնիվ լուծումներ գտնվեցին եւ կարծում հետագայում էլ մենք պետք է այնպես անենք, որ լուծումների տարբերակներ միշտ ունենանք։ Այսինքն կարծում եք այնուամենայնիվ Վլադիմիր Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին եւ խնդրի, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ շատ լեգիտիմ, նորմալ ընտրություններ են անցել եւ այն ինչ որ պետք է խանգարել լեգիտիմության վրա ազդեր, ասենք այդ 3 ընտրատեղամասերում, չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, որ ժամը 20:00-ից ընտրություն ա եղել, ըստ ընտրական օրենսգրքի 15 հոգի պետքա լինեին ընտրատեղամասում, շատ են եղել եւ արագություն եւ այլն, այդ ամեն ինչը վերացնելու համար անվավեր են ճանաչվել այդ ընտրատեղամասը, մնացած բոլոր ընտրատեղամասերում էլ լեգիտիմ ընտրություններ ա եղել։ Բայց քիչ չեն եղել Ռուսաստանի Դաշնությունից նաեւ հայտարարություններ անտրակերտարարությունների մասին, այո էին ընթացքում շատ սուր հայտարարություններ հնչել են, բայց կարծում եմ ճիշտ ինֆորմացիա չունենալու հետևանք էլ կարող էր լինել գուցե նաև։ Եվ ընտրություններից անմիջապես մեկ շաբաթ հետո տեսանք, որ Դիլիջանում հանդիպում են Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Իլհամ Ալիևի օգնականը Հիկմետ Հաջիևը, ըստ էության օրակարգը, այցի օրակարգը եւ քննարկումների օրակարգը խաղաղության գործընթացն է, կողմերը հայտարարություն են տարածել, որ այո, միտված են խաղաղության գործընթացը շարունակելու, խորացնելու, ինչպես հասկանալ այս այցը Տիկին Ղազարյան եւ նաեւ հայտարարությունը այսինքն ստացվում է, որ այնուամենայնիվ կողմերը շարունակելու են խորացնել այն օրակարգերը, որ մինչ այդ գոյություն ուներ։ Այո, իհարկե, խաղաղության օրակարգը երբևէ որևէ պարագայում ինստիտուցիոնալ դարձնելու, խաղաղությունը վերջնականացնելու, վերջնական խաղաղության պայմանագիրը կնքելու այդ գործընթացը երբևէ որևէ պարագայում լինի դա ընտրություններ, չլինի ընտրություններ, ինստիտուտները այդ ուղղությամբ անընդհատ են աշխատանք տանում, որպեսզի մի րոպե անգամ դա չտուժի։ Գիտեք, որ այդ նույնիսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփի ուղու վերաբերյալ այցեր եղան Ամերիկայի, միայն 40 րոպեանոց այցեր էին, մարդիկ էլ ասում էին այսքան կարճ ժամանակով, բայց մի ստորագրությամբ, որպեսզի այդ գործընթացները երբևէ ոչ մի րոպե
չուշանան եւ չտուժեն։ Ինչը շատ դրական եմ գնահատում, եթե գնում ենք խաղաղության ճանապարհով, գնում ենք խաղաղության ճանապարհով եւ պետք է անենք ամեն ինչ խաղաղությունը շուտ հաստատվի, որտեղ ինչպես ասացի, մենք հիմա ունենք խաղաղություն, բայց լավ կլինի, որ խաղաղությունը լինի վերջնական ու հարատև, որովհետեւ մեր ուշադրությունը հետագայում սևեռված լինի երկրում այլ ուղղությունների զարգացման, այն է կրթության, ռազմավարության զարգացման, տնտեսական զարգացման եւ այլ ուղղություններով, ինչը իհարկե բնականաբար ուրախացնող հանգամանք է, որովհետեւ 30 տարիներ շարունակ մենք անընդհատ երազել ենք խաղաղության մասին, ամբողջ ռեսուրսն ու ամեն ինչը դրել ենք անվտանգության վրա եւ կարծես ժամանակ չէր լինում կամ քիչ ռեսուրս էր տրամադրվում մնացած ուղղությունների զարգացման վրա, ինչը որ մենք այսօր պետք է անենք։ Եվ ինչ եք կարծում, ըստ էության խաղաղությանը այդ գործընթացին խանգարող հիմա լուրջ հանգամանքներ կան, նկատի ունեմ սահմանադրության հարցը, որ այդքան շոշափվել է կամ շահարկվել է Ադրբեջանի կողմից։ Դա իսկապես, այսպես ասեմ, խանգարող հանգամանք է, թե այնուամենայնիվ Ադրբեջանը գտնելու է պատրվակներ եւ չի գնալու խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման, որովհետեւ գիտեք, դա նաեւ շատ այդ հարցը մանիպուլացվում է ընդդիմության կողմից եւ հիմա քանի որ քաղաքացիական պայմանագիրը նաև չի ստացել սահմանադրական մեծամասնություն, նախ սահմանադրական հանրաքվե անցկացնել չանցկացնելու հարցը օրակարգում մնում է թե չէ, ինչպես եք այդ հարցի հանգուցալուծումը տեսնում, եւ եթե անգամ հանրաքվե անցկացվի, որքանով է այդ վստահությունը մեծ, որ հանրությունը կգնա եւ այո կասի, որովհետեւ էլի այդ մանիպուլյացիաները քիչ չեն դաշտում, ընդդիմությունը պնդում է, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով, կամ առնվազն այդպես է փորձում փաթեթավորել։ Եվ վերջում, եթե չստացվի այդ ամբողջ գործընթացը կայացնել սահմանադրական հանրաքվեի հաստատում, այսպես ասած, ժողովրդի կողմից, արդյոք կարող ենք հուսալ, որ խաղաղությունը առանց, այսպես ասեմ, որևէ նախապայմանի կարող է կայանալ։ Գիտեք, անընդհատ մարդկանց մտքի մեջ անընդհատ հենց այդ սահմանադրությունը կապում են խաղաղության պայմանագրի կնքելու ու չկնքելու հետ, բայց ես ձեզ պետք է ասեմ, միշտ ենք ասել, 19 թվականից դեռ սահմանադրության բարեփոխումները, ապա նաև նոր սահմանադրության ընդունումը մեր օրակարգերից է եղել, եւ այս նախընտրական քարոզարշավի ընթացքում էլ մենք միշտ խոսել ենք, որ մենք ունենք արդեն սահմանադրության նոր տեքստ եւ պետք է որ այն ներկայացվի հանրությանը։ Եվ նաև միշտ շեշտադրել ենք, որ մենք շտապելու բան էլ չունենք, որովհետև դա այն կարևոր փաստաթուղթն է, որը պայման է ստեղծում պետություն քաղաքացի հարաբերությունների ապրելու, հետագա ապրելու պայմաններն է թելադրում, թե ինչպես պետք է պետությունը եւ քաղաքացին հարաբերվեն միմյանց հետ։ Դա մեր մայր օրենքն է եւ դրա վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է այո ասի իր սահմանադրությանը եւ շարունակի ապրի այդ օրենքներով, որը որ հաստատվում է։ Եվ այդ իմաստով ինքը երկար ասելով ամեն դեպքում քաղաքացիների մոտ պետք է որևէ կասկած չառաջանա յուրաքանչյուր տողի տառի վերաբերյալ, որի տակ որ պետք է ինքը քվեարկի կամ հանրաքվեին մասնակցի եւ այո ասի։ Այս իմաստով մենք տեքստը այնուամենայնիվ դնելու ենք շրջանառության մեջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ծանոթանալու է եւ հետագայում, ինչպես դուք ասացիք, անկախ ամեն ինչից մենք սահմանադրական մեծամասնություն այս պահին այո չունենք, բայց այնուամենայնիվ մենք հետագա իրավական գործընթացներին այս պահի դրությամբ դեռ չենք պատկերացնում ոնց ենք մոտենալու, ինչ գործընթաց է լինելու, ուր են գնալու, ընդդիմությունը ինչպիսի դիրքորոշում է ունենալու, ընթացք է, որը այս պայդրությամբ այն ինչ որ խոստացել ենք անելու ենք, հետագա ընթացքը արդեն կերևա։ Դա մեր ներքին գործն է, միշտ ասել ենք, բայց մենք հստակ գիտենք, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը երբևէ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ինչպես ընտրություններին ինքը չէր որոշում, ինչքան ուզում այդքան խփում էին, նույնիսկ սահմանադրական հանրաքվեների դեպքում է եղել, այնպես որ պետքա որ այս անգամ վերջնականորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ սահմանադրությունը լինեն իրար հետ այսպես միահամուռ, որպեսզի կարողանա այդ արդարադատության եւ արդարության զգացումը քաղաքացին հենց այդտեղից ունենա։ Ինչ որ շատ է պակասում էր քաղաքացիներին։ Քանի որ խոստումներից խոսեցիք Տիկին Ղազարյան, դուք էլ գիտեք, որ որքան էլ խաղաղությունը մեծ պահանջ ունի եւ հանրության համար դա շատ սպասելի իրողություն է, բայց քիչ չէին նաեւ այն պահանջները, որոնք իսկապես դատական համակարգի արդարադատության հետ կապ ունեն։ Հանրության մի զգալի մասի մոտ սխալված չեմ լինեի, եթե ասեմ ապատիա կա եւ դժգոհություն ձեր ուժից միայն այն բանի համար, որ այդ իմաստով խոստումները չեք կատարել, նկատի ունեմ նույն մաֆիան, օլիգարխիան, նախկին ղեկավարների մասով որևէ իրավական
կան գնահատական չի եղել, հիմա էլ խոսք եք տալիս, որ քաղաքական դաշտը առողջացնելու եք, օլիգարխիան եք դուրս դնելու, մաֆիան եք դուրս դնելու, նախկին նախագահներին պատժելու եք, իհարկե նրանց մեղքերի համար, բայց սրանք հերթական խոստումներ են, թե այնուամենայնիվ քաղաքացին վերջապես կտեսնի, որ այս երկրում արդարադատությունը կայանում է, դատաիրավական համակարգը կայանում է եւ այսպես շարունակ։ Եվ նաեւ առաջիկա 5 տարիներին ինչպիսի արտաքին քաղաքականության ականատես կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ հատկապես ձեր ընտրողները, որովհետեւ դուք նաեւ պատասխանատու եք այդ 727,000 մարդու առաջ։ Եվ ոչ միայն նրանց առաջ։ Բնականաբար երկու տարբեր հարցեր եք տալիս՝ դատաիրավական համակարգ եւ արտաքին քաղաքականություն։ Դատաիրավական համակարգի վերաբերյալ հստակ արդեն դիրքորոշումներ ունենք։ Մենք փորձեցինք բարեփոխումներ անելով հնարավորինս բերել են դաշտ, որ պետք է որ արդարադատությունը լինի անկախ որևէ մեկից կախված չլինի, զանգով դատավարություններ եւ որոշումներ ու վճիռներ չկայացվեն, բայց կարծես այդ փոփոխություններն էլ այդքան արդյունավետ չեղան, ինչքան էլ մենք փորձում էինք, այսինքն զերծ ենք մնացել հնարավորինս խառնվելու դատաիրավական համակարգից, բայց պրոդուկտիվնես, այսպես ասած, չստացվեց, արդյունավետությունը չգնահատվեց, այսինքն մենք սպասեցինք, որ փաստարկների, այսինքն մենք գնացել ենք ճիշտ ճանապարհով, որ պետք է փաստահեն, փաստարկված եւ այլն, բոլորս գիտենք ով ինչ է արել։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու մենակ արդարադատությունը, որ նայենք, լիովին համապատասխանում է այն ինչ սպասելիքներ բոլորս ունենք, բայց փաստացի տեսանք, որ այդ համակարգը դեռ այսպես ասած չի արդարացնում մեր սպասելիքները։ Հիմա այլ ճանապարհներ ենք փնտրելու այս ամեն ինչի մեջից անցնելու, եթե հիշում եք վարչապետը մի անգամ իր ելույթում է ասել, որ բոլոր դատավորները լինելու են ժամանակավոր պաշտոնակատարներ, անցնելու են բարեվարկության բոլոր փուլերը, որից հետո մենք վստահելու ենք, որ այդ դատավորը ճիշտ որոշում է կայացրել, որովհետև մենք չենք ուզում խառնվենք դատաիրավական համակարգի արդարացի վճիռների կայացմանը, բայց իրենք էլ պետք է լինեն իրապես անկախ եւ ազատ իրենց որոշումների կայացման հարցում։ Ես կարծում եմ, որ առաջիկա 5 տարում ամենապահանջված պահանջը, որ ունի մեր քաղաքացին, դա բավարարվելու է, այն է արդարադատությունը, արդարությունը համընկնելու են իրար հետ։ Իսկ քաղաքական դաշտը մաքրվելու է վերջապես, առողջանալու է։ Դա անկասկած, դա անկասկած, այլևս նման բան թույլ տալ հնարավոր չէ եւ թույլ չենք տա, որ այսպես փորձեն մարդկանց այս հիմքով օրինակ ընտրակաշառքներով գնել, ապրանքի տեղ դնել, անվանարկել եւ այլն, ինչպես երբևէ նորմալ չեն վերաբերվել Հայաստանի Հանրապետության, այլևս չենք թույլ տա, որ թեկուզ այն մի փոքր մարդկանց խմբին, որ կարողացան մոլորեցնել, այլևս մոլորեցնեն, որովհետեւ դա իսկապես շատ ինքս էլ հաշտ չեմ այդ մտքի հետ։ Հարցը ընդդիմություն ունենալ, չունենալ, լավը, վատը եւ այլն, երբ որ դա լիներ արդարացի հիմքով ընտրված ընդդիմություն, ես ոչ մի խնդիր չէի ունենա ցանկացած ընդդիմության հետ աշխատելու, բայց այս հիմքով իմ համար իրենք որևէ մեկը լեգիտիմ չի։ Եվ երկրորդ արտաքին քաղաքականությունը, ես կարծում եմ մենք Հայաստանի պատմության ամենալավ արտաքին քաղաքականությունն ենք վարել եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը իրականում ներկայացվածություն ունի տարբեր հարթակներում եւ մենք շարունակելու ենք այս գործընթացը, դե բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունն է լինելու հիմքը եւ մենք փորձելու ենք հնարավորինս ամեն ինչ անելու, որպեսզի զարգացնենք այս ուղղությունները։ Շնորհակալ եմ Տիկին Ղազարյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանն էր, կհանդիպենք։